Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականն է, այսօր 21 հունիսի օրը շաբաթ, բարի երեկո։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը մասնակցել է Գավառի գեղարվեստի դպրոցի հաշվետու միջոցառմանը։ Այն ուղեկցվել է շրջայցով, Այվազովսկուն նվիրված ներկայացմամբ եւ ցուցահանդեսով։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի եւ համայնքապետարանի աշխատակիցների հետ մասնակցում է Գավառի գեղարվեստի դպրոցի հաշվետու միջոցառմանը։ Համայնքի ղեկավարը դպրոցի տնօրեն Հասմիկ Թամամավեյանի ուղեկցությամբ շրջայց է կատարում դպրոցում, ծանոթանում սաների ուսումնառության ընթացքին։ Դպրոցը վերջերս ձեռք է բերել նոր գեղարվեստական տպագրության մամլիչ, որի շնորհիվ կբացվի օֆորտի բաժին։ Դպրոցի սաները համայնքի ղեկավարին ներկայացնում են սարքի աշխատանքը։ Հովհաննես Այվազովսկու անունը վաղուց է դուրս եկել իր ժամանակի սահմաններից։ Այվազովսկին մեր մշակութային ժառանգության լուսաբացներից է, հայ եւ համաշխարհային գեղանկարչության հսկա։ Այնուհետև համայնքի ղեկավարը մասնակցում է հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն նվիրված ներկայացմանը։ Այս անգամ անդրադարձել ենք Հովհաննես Այվազովսկուն, կարծում եմ ստացվել է մեզ մոտ ստացել իր ոճով իմպրովիզներ, բեմի վրա ցուցադրվածները դրանք կրկնօրինակներ չեն, դրանք նոր աշխատանքներ են, որոնք պարզապես կրկնում են Այվազովսկու թեմատիկան եւ ոճը։ Գուրգեն Մարտիրոսյանը ծանոթանում է նաև գեղանկարչության, ձեռարվեստի եւ խեցեգործության բաժինների սաների աշխատանքներին։ Ցուցադրված են կենցաղային իրեր, զարդեր, գեղարվեստական լուծումներով եւ մոտեցումներով այլ պարագաներ։ Շնորհակալ ենք պարոն Մարտիրոսյան, ունենք նյութի մեծ բազա, չունենք ոչ մի խնդիր, որ մեզ թույլ է տալիս անսահման ստեղծագործել։ Համայնքի ղեկավարը գոհունակություն է հայտնում դպրոցի աշխատանքների կազմակերպման եւ տարբեր միջոցառումներով լավագույնս ներկայանալու առիթով։ Գեղարվեստի դպրոցի սաների հաշվետու ցուցադրությունը կշարունակվի ամռան ամիսներին։ Ալբերտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, գեղամա օր։ Գեղարքունիքի մարզային գրադարանի շենքային պայմանները բարելավվել են։ Սա նպաստել է ընթերցողների սպասարկման որակի բարձրացմանը։ Գրադարանն առավել հրապուրիչ միջավայր է դարձել ոչ միայն գիրք վերցնելու եւ վերադարձնելու, այլև կրթական եւ մշակութային միջոցառումներ անցկացնելու համար։ Գեղարքունիքի մարզային գրադարանը, որպես կրթական եւ մշակութային միջավայր, շարունակում է բարելավել սպասարկման պայմանները։ Փուլ առ փուլ վերանորոգվում եւ կահավորվում են գրադարանի բաժինները։ Ընթերցողներին արդեն նոր տեսքով ու թարմ շնչով է ներկայանում նաև սպասարկման բաժինը։ Գավառի համայնքապետարանի տրամադրած 1 միլիոն ընթացիկ դրամաշնորհի շրջանակում բաժինը ձևափոխվել է եւ վերանորոգվել, իսկ 5 միլիոն դրամ կապիտալ դրամաշնորհի շրջանակում կահավորում է իրականացվել գրադարանում։ Համայնքապետարանի տրամադրված դրամաշնորհի շրջանակում փոխվեցին գրադարանի բաժինների դռները։ Սպասարկման բաժինը ամբողջությամբ վերանորոգվեց եւ կահավորվեց նոր գրադարակներով։ Մեր ընթերցողները այսօր օգտվում են ժամանակակից եւ գեղեցիկ միջավայրից։ Նորոգված սրահը ոչ միայն բարելավել է ընթերցողների սպասարկման պայմանները, այլև նպաստում է գրքասեր հասարակության ձևավորմանը, կրթության եւ մշակույթի զարգացմանը։ Կարծում եմ, սա շատ նաև գրավիչ պայման է, որպեսզի ընթերցողները բոլոր տարիքից սկսած պատանի մինչև ավագ տարիքի ներկայացուցիչներ այստեղ ոչ միայն գտնեն իրենց պահանջված գրականություն, այլ նաև իրենք ավելի արժևորված կան, ավելի հաճելի միջավայրում սպասարկվեն։ 5 միլիոնի շրջանակում գրադարանի բոլոր բաժինների դռները փոխարինվել են նոր շարժական դռներով։ Սպասարկման եւ մատենագիտական ու մեթոդական աշխատանքների բաժինները կահավորվել են դարակաշարերով, ձեռք է բերվել շարժական 2 գրադարակ։ Աշխատանքային պայմանները հարմարեցնել այն նոր մոտեցումներին եւ առաջնահերթություններին, որոնք սահմանել է գրադարանը եւ որոնցով առաջ է շարժվում։ Մարզային գրադարանի տնօրենի կողմից համայնքապետարանին ներկայացված այս հանգամանքն է կարևորվել։ Համայնքի ղեկավարի անմիջական ազնարարությամբ արդեն երկրորդ տարին է մարզային գրադարանին տրամադրվում է կապիտալ դրամաշնորհ։ Սա իհարկե առաջին հերթին խոսում է այն մասին, որ մենք ցանկանում ենք, որպեսզի բարենպաստ պայմաններ լինեն ոչ միայն համայնքապատկան կազմակերպություններում, այլ այն կազմակերպություններում, որոնք շահագրգռված են, որտեղ երիտասարդների հոսքն է մեծ, որտեղ մեծ աշխատանք է տարվում կրթության, մշակույթի, քաղաքի աշխուժացման։ Ձևափոխման եւ կահավորման ոճի շնորհիվ սպասարկման բաժինն ընդարձակվել է եւ այստեղ հնարավոր է ոչ բազմամարդ միջոցառումներ անցկացնել։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, գեղամա օր։
Քյավառ հեռուստաընկերության գեղամահոր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։